Կապանում եւս կայացավ Ակադեմիական քաղաք Հայաստան հիմնադրամի տեղեկատվական հանդիպումը։ Հայաստանի 14 քաղաքներում անցկացվող արշավի նպատակն է ներկայացնել ակադեմիական քաղաքի գաղափարը, ստեղծվող կրթական, տեխնոլոգիական եւ այլ ոլորտների համագործակցային հնարավորությունները։ Առհասարակ շատ են կարևորում շփվել քաղաքացիների հետ եւ կարծիքներ այս կամ այն ծրագրերի մասին, եթե կարծում եմ ստեղծվում են քիչ տեղեկատվություն ունենալու պատճառով։ Ինչպես նշեցի, մենք հենց այստեղ ենք, որպեսզի զրուցենք քաղաքացիների հետ։ Քաղաքներում կարծիքները լինում են իհարկե տարբեր եւ մենք շատ ուրախ ենք, քանի որ վստահ մի երկրում բոլորը համակարծիք չեն կարող լինել։ Այնպես որ մենք կրկին այսօր շատ ուրախությամբ սպասում ենք լսել, թե ինչ են մտածում Կապանի եւ գյուղերի բնակիչները այս ծրագրի մասին, հաշվի առնել իրենց կարծիքները եւ մեր ծրագիրը դարձնել ել ավելի լավը։ Ակադեմիական քաղաքը դիտարկվում է որպես նորարարության եւ ստեղծարարության կենտրոն, կառուցված մասնագիտացված 6 կլաստերների շուրջ, որոնք սահմանելու են նոր չափանիշներ բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտում։ 6 կլաստերներն են տեխնոլոգիական, արվեստների, կրթության, դասական, սպայական եւ բժշկական կլաստերները։ Արվեստի կլաստերը ներկայացնում է ստեղծարար եւ կենսունակ միջավայր, որը իր մեջ ներառելու է արվեստի տարբեր ճյուղեր։ Եվ այս ոլորտում մեզ խորհրդատվություն են տալու Լոնդոնի արվեստների համալսարանը եւ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան եւ մեր գործընկերները օգնելու են մեզ պետական բուհերը արվեստի ոլորտում, արվեստի պետական բուհերը համապատասխանեցնել կրթության միջազգային չափանիշներին։ Կապանում հանդիպումն անցավ աշխույժ մթնոլորտում, աշակերտները ներգրաված էին բոլոր միջոցառումներին, ուժերը չափեցին ժամանցային եւ ինտելեկտուալ խաղերում, ստացան մրցանակներ, ցանկությունների պատին էլ գրեցին իրենց երազանքներն ու մաղթանքները։ Որոշներն արդեն անհամբեր են, թե երբ են սովորելու կրթական նոր միջավայրում։ Ես հենց այսօր իմացա ակադեմիական քաղաքի մասին, շատ լավ միտք է այն, կարող է շատ դեռահասների համար լավ ուղի լինել կյանքի եւ այլ բնակավարներում։ Ակադեմիական քաղաքի մասին այսօր իմացա, ծանոթացա, ես երազանք ունեմ դառնալ պարուսույց եւ պատրաստ եմ ուսումս շարունակել Երևանում։ Քաղաքի մասին իմացա, որ լինելու է Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի եւ Երևանի խաչմերուկներում։ Այնտեղ ուսանողի համար ամեն ինչ ապահոված է լինելու է անվտանգություն, ոստիկանություն, բժշկական կենտրոններ։ Նաեւ իմացա, որ այնտեղ չի լինելու ավտոմեքենաներ, լինելու են միայն էլեկտրոմոբիլներ, հեծանիվներ եւ սկուտերներ։ Իրազեկման արշավը անցկացվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Ակադեմիական քաղաք Հայաստան հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները կարևորում են մարզային այցերը։ Դրանք հնարավորություն են տալիս աշակերտներին, ուսանողներին կողմնորոշվելու մասնագիտության նոր հնարավորությունների բացահայտման հարցում։ Այն ունի ռազմավարական նշանակություն, որպիսի վերափոխի Հայաստանի Հանրապետությունում կրթությունը, որպիսի այն լինի միջազգային ստանդարտների համապատասխան, որի համար մենք այս պահին արդեն ներգրավել ենք միջազգային գործընկերների, ինչպիսին է Լոնդոնի համալսարանական քոլեջը, Մյունխենի տեխնիկական համալսարանը եւ այլ միջազգային գործընկերներ։ Իրազեկման հանդիպումները եւս 9 քաղաքներում կշարունակվեն, իսկ հոկտեմբերի 20-ից 21-ը Երևանում կկայանա Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորումը, որը կհամախմբի առաջատար համալսարանների ղեկավարներին եւ գիտնականներին։